Ադրբեջանական ավելի քան 5 տարվա գերությունից վերադարձած Վիգենե Ուլջեքչյանի առողջական եւ կեցության խնդիրները հոգալու համար աղմուկ անունը կրող կազմակերպությունը հրատապ դրամահավաք է սկսել։ Գերության ընթացքում ձեռք բերած ծանր քրոնիկ հիվանդությունների եւ սիրտանոթային խնդիրների պատճառով նա այժմ ունի հաշմանդամության կարգ եւ համալիր բուժման խիստ կարիք։ Նշվում է, որ չնայած պետական մարմիններին ուղված դիմումներին, Էուլջեքչյանը մինչ օրս չի ստացել անհրաժեշտ վերականգնողական եւ բնակարանային աջակցություն, հայտնվելով սոցիալական ծանր վիճակում։ Դրամահավաքի նպատակն է հիվանդանոցին մոտակա տարածքում 6 ամսով վարձակալել հարմարեցված կացարան։ Հիշեցնենք, որ 2020-ին Շուշիի մոտից առևանգված եւ շինծու մեղադրանքներով 20 տարվա բանտարկության դատապարտված Վիգենը հայրենիք էր վերադարձել այս տարվա հունվարին։ Թուրքիայի օրենսդրական նոր փոփոխությամբ Հայաստան այսուհետ պաշտոնապես կներառվի ապրանքների առաքման երկրների ցանկում։ Այս տեղեկությունը Շենգավիթում ընթացող քարոզարշավի ժամանակ պարզաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղիղ եթերում պատահաբար հնչած խոսքերին։ Թեև նախարարի թուրքերն այսօր բացում են արտահայտությունը հանրության շրջանում ցամաքային սահմանի վերաբացման սպասումներ էր առաջացրել, վարչապետը հստակեցրել է, որ խոսքը բացառապես առևտրային փաստաթղթավորման եւ ձևակերպումների դյուրացման մասին է։ Եվ ապրանքը երբ որ առնում ենք որևէ երկրից եւ արտահանում ենք ուղիղ որևէ տեղ, պետքա նշվի բանի երկիրը, հասցեատեր առաքման երկիրը։ Նախկինում օրենսդրությամբ իրանց կարգավորումներով Հայաստանը երկրների ցանկում չկար եւ ձևակերպում էր երրորդ երկիր նոր արտահանում էր Հայաստան։ Ինքը գիտեք, որ Հայաստանում բազմաթիվ թուրքական արտադրության ապրանքներ կա եւ դա լրացուցիչ, այսինքն տանում են ուրիշ երկիր, ձևակերպում են, նոր են բերում։ Հիմա իրանք ձևակերպում են, որ ցանկում ուղիղ կարողանան ոչ թե ուղիղ ֆիզիկապես, այլ որպես բանի երկիր, առաքման երկիր Հայաստանը նշվի։